Բարի լույս շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV-ի եթերում, սիրով ողջունում ենք ձեզ Թբիլիսիից, այսօր ուրբաթ է եւ մենք ունենք շատ բարձր տրամադրություն ու ձեզ համար պատրաստել ենք շատ հետաքրքիր եթեր։ Այո, բարի լույս բոլորին, Թբիլիսիում ենք, ժպիտն ու Ալևը նույնպես մեզ հետ միասին են, իսկ այդ տրամադրության մեջ մեզ իր դռները լայն բացեց իհարկե Աստորյա Փայն հյուրանոցը, որը գտնվում է Թբիլիսիի հենց կենտրոնում, սրտում, որտեղից բացում է հրաշալի տեսարաններ, Թբիլիսիի յուրաքանչյուր հետաքրքիր պատմական մշակութային կոթողներին մոտ, այնպես որ Թբիլիսիի Աստորյա Փայնը պատրաստ է յուրաքանչյուր առավոտ ժպտալ իր բոլոր հյուրերին։ Իսկ մեր թիմին շատ ապահով, անվտանգ եւ հարմարավետ տեղ հասցրեց Ֆեյրի տուրը, որը 2015 թվականից կատարում է կանոնավոր ուղևորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ Վրաստան։ Անհատական պատվերների դեպքում իրականացնում են նաեւ փոխադրումներ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Դե մենք իհարկե շարունակում ենք Թբիլիսիում այդ հրաշալի տրամադրությունը, փորձելով իհարկե պահպանել այն ամենը, ինչը մեզ հետ բերել ենք Հայաստանից, այսինքն սերը, ջերմությունը եւ պարզ արևը։ Այնպես որ Թբիլիսի յուրաքանչյուր անկյունում կարող եք գտնել այն հրաշալի վայրերը, որոնք հաստատ ոչ միայն զբոսաշրջիկներն են հետաքրքիր, նաեւ հատկապես հայ զբոսաշրջիկներն են, որտեղ ամեն անկյունում հայկական հաստատ ինչ-որ բան կգտնվի։ Դե քանի որ այսօր ուրբաթ է, ավագ ուրբաթը, մենք չենք կարող զերծ մնալ մեր Սուրբ Հարության հրաշափառ Քրիստոսի տոնին անդրադարձ չկատարելուն եւ իհարկե այստեղ Վրաստանում այցելելու ենք հայկական եկեղեցի եւ զրուցելու ենք քահանայի հետ եւ ուրբաթ օրվա խորհրդի մասին, ավագ ուրբաթի խորհրդի մասին նաեւ ունենալու ենք իհարկե շատ հետաքրքիր էջեր, ինչպես միշտ մեր եթերում եւ ունենալու ենք հրաշալի հյուր, անկեղծ ու շատ հետաքրքիր հարցազրույց, այնպես որ մնացեք անպայման առաջին ծրագրի հետ։ Այո, հետևեք մեր ծրագրին, իսկ մենք փորձել ենք այս եթերը նույնպես դարձնել հետաքրքիր եւ բարձր տրամադրությամբ հագեցած։ Դե այս պահին արդեն կարճ դադար կլինի, հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Շարունակում ենք բարձր տրամադրությամբ Թբիլիսյան մեր արկածները, մնացեք մեզ հետ, որովհետև առջևում էլի շատ հետաքրքիր է։ Մենք դուրս ենք եկել մեր տաղավարի շրջանակներից եւ փորձել ենք այցելել ամենահայկական վայրը Թբիլիսիում։ Այո, եկեղեցիները հայկական Թբիլիսիում երկուսն են, որոնք մենք մեզ համար բացահայտել եւ այցելել ենք եւ առանձնացրել ենք տեսախցիկի համար իհարկե Սուրբ Էջմիածին եկեղեցին եւ զրուցել ենք քահանայի հետ։ Հենց հիմա ավագ ուրբաթի խորհրդի եւ թե ինչպես են Թբիլիսի հայերը տոնում Սուրբ Հարության տոնը այս ամենի մասին զրուցել ենք քահանայի հետ ու բացահայտումներ արել հատուկ ձեզ համար։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Ինձ հետաքրքիր է որքան ժամանակ է, որ այս եկեղեցու ծառայող քահանան եք եւ ինչ յուրահատկություններ ունի եկեղեցին, որովհետեւ Թբիլիսիում վրացական իրականությունում հայկական եկեղեցի ունենալը կարծում եմ բոլորիս համար շատ կարեւոր է։ 2009 թվականից նշանակվել եմ եկեղեցու հոգևոր հովիվ եւ ծառայում եմ այսօր։ Եկեղեցին ուրեմն շատ կարեւոր է վիրահայոց կյանքում, որովհետև կարելի ասել, որ եկեղեցին ոչ միայն քրիստոնեության տարածման պես զբաղված, այլև հայապահպանությամբ։ Եթե նկատեցիք, եկեղեցում կից ունենք Հայարտուն մշակութային հոգևոր կենտրոնը, որում գործում են շաբաթօրյա կիրակնօրյա դպրոցներ, նախակրթարան, նախակրթարանում ունենք 3.5-ից մինչև 6 տարեկան սաներ, որոնք պատրաստվում են ուղղորդվելու դեպի հայկական կրթօջախ, հայկական միակ պահպանված դպրոցը։ Թիֆլիսում գործում է 2 եկեղեցի, այս եկեղեցին, որ հիմնվել է 1805-ին, մինչ օրս չի փակվել, միշտ գործել է նույնիսկ խորհրդային տարիների ընթացքում։ Ինչն էր հաճելի, նույնիսկ մոմավաճառ կինը հայերեն էր խոսում եւ երբ մտնում ես եկեղեցի, այո, ոչ մի վարքյան այդ վրացական իրականությունը չես զգում։ Շատերը ցավոք Հավլաբարում ապրողների ռուսերեն են խոսում, բայց ամբողջությամբ տիսակատարություն, տոնակատարություն կատարվում է այստեղ եկեղեցում։ Տեր հայր ջան, այսօր ուրբաթ է եւ մենք մոտենում ենք Սուրբ Հարության տոնին, ավագ ուրբաթը, ինչ խորհուրդ ունի, կխնդրեմ դուք էլ մի փոքր պատմեք եւ շատ հետաքրքիր է այստեղ մեր հայերը նույն կերպ տոնում են Սուրբ Հարության տոնը, ինչպես մենք, թե այստեղ մի փոքր այլ, այսպես առանձնահատուկ ավանդույթներ կան։ Ուրեմն մինչև 2004 թվականը, եթե չեմ սխալվում, վիրահայոց թեմը հին տոմարով է տոնել, այսինքն 13 օր կամ 1 շաբաթ ուշ Սուրբ Էջմիածնի հետ, սակայն վերափոխվեց եւ հիմա տոնում ենք Մարիաթուր Սուրբ Էջմիածնի հետ։
Ասեմ, որ Զատիկը մանավանդ Աղգազարդը վիրահայոց Թիֆլիսահայոց ամենասիրված տոնն է։ Այն անձինք, ովքեր տարվա մեջ 1 կամ 2 անգամ են գալիս եկեղեցի, այդ օրը պարտադիր գալիս են իրենց ձեռքին բռնած ճյուղերը, ոսტերը, գալիս են հատուկ օրհնություն ստանալու համար։ Ընդհանրապես քրիստոնյաների գերաբանց տոնն է, հրաշափառ տոնն է Զատիկը, բայց այստեղ առավելը պես շատ գեղեցիկ խորհրդավոր է կատարվում եւ Ծաղկազարդ եւ Զատկական եւ ավակ շաբաթվա ողջ այդ տոնակարգը մարդիկ կողովներով 1 օր առաջ նույնիսկ ճրագալույցին եւ հաջորդիվ բուն տոնի օրով իրենց ընտանիքով զավակներով թորներով գալիս են եկեղեցի մասնակցում են Սուրբ Պատարագին հավարտ Սուրբ Պատարագի կատարում ենք օրհնություն Զատկական Պասեքի եւ գնում են ամեն մարդ իրենց բնակարաններ։ Ինձ հետաքրքիր է նաև պատարագը Կիրակնորյա, ինչպես է այստեղ անցնում եւ ես կարող եմ Երևանյան իրականությունից ասել, որ ուրախություն բոլորիս ամեն հաջորդ տարի Կիրակնորյա պատարագներին ավելի շատ մարդիկ են եկեղեցի գնում։ Այստեղ այդպես է։ Այստեղ էլ է այդպես, այո։ Մեծ տոներին դեպլեցուն է անպատմելի, մանավանդ Սուրբ Ծաղկազարդին որ լինեք, այսպես պիտի տեսնեք ամբողջությամբ մետրոից մինչև եկեղեցի ժողովուրդը հերթ կանգնած, որ բերում են անհատական ճյուղերը օրհնել են տալիս եւ նույնն է Զատկին, շատ մարդը շատ է։ Պատարագին, այո, հարյուրավոր, կարելի ասել 1000 հոգի նույնիսկ Սուրբ հաղորդություն է ստանում, ուրախություն բոլորիս։ Եվ ասեմ, որ Փառք Աստծո երիտասարդներն շատ են։ Այո, մեզ մոտ է։ Շատ են, այո, երիտասարդները սա Շատ ուրախալի է։ Ուրախալի է, այո։ Փառք Աստծո։ Եվ վերջում կխնդրեմ մեր հեռուստադիտողների Սուրբ Հարության տոնը շնորհավորեք եւ ձեր օրհնությունը մեր հեռուստադիտողներին եւս փոխանցեք։ Շնորհավորում եմ մեր Տիրոջ հրաշափառ Սուրբ Հարության տոնի առթիվ, մաղթում եմ, որ խաղաղություն լինի աշխարհում, մաղթում եմ, որ ել ավելի մարդիկ հաճախեն եկեղեցի, ապրեն Աստծո պատվիրաններով, պատգամներով եւ պահպանեն մեր հնամենի ավանդությունները։ Շնորհակալ ենք։ Աստված պահապան բոլորս։ Շնորհակալություն։ Բարի լույս եւս մեկ անգամ վերադարձանք իհարկե մեր լուսավոր ու ջերմ տաղավար, իսկ տաղավարը գտնվում է Սպայն Թբիլիսի հյուրանոցի Աստորիա Փայն հյուրանոցում, եւ հենց այստեղ էլ երեկոյան մեր տրամադրությունը բարձր է պահում Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկող գինների լայն տեսականին, որոնք հասանելի են աշխարհի ցանկացած վայրում, այնպես որ փորձեք ու բարձր պահեք ձեր տրամադրությունը։ Գինու հետ չենք մոռացել եւ մեզ հետ վերցրել ենք նաեւ պանիրների լայն տեսականի, որ առաջարկում է Էլոլա ընկերությունը, իսկ առավոտյան ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի կատնամթերք օգտագործելով սկսեք։ Անհրաժեշտ կաթից պատրաստված կատնամթերք եւս առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Տրամոնտինան բրազիլական բրենդ է, որ ներկայացնում է խոհանոցային պարագաների լայն տեսականի, որոնք հասանել են սիրողական խոհանոցում եւ պրոֆեսիոնալ ռեստորանային ոլորտում։ Իդեպ ուզում են կարևոր հանգամանք նշել, որ Տրամոնտինայի բոլոր պարագաները հատուկ ծածկույթով են պատված, որոնք իրենց վրա չեն վերցնում թունավոր բակտերիաները։ Դե իսկ հիմա տեղափոխվենք Թբիլիսի փողոցներ, որտեղ եւս մեր շատ սիրելի գործընկերը Արթուրը բացահայտումներ է անում եւ ինչպես գիտեք, նրա տեսախցիկից ոչինչ չի վրիպում։ Այնպես որ հենց հիմա միասին վայելենք թբիլիսյան արկածները, որոնք մեր տեսախցիկից այն կողմ են մնացել, բայց ֆիքսել է Արթուրի տեսախցիկը։ Կարծում եմ բոլորիս քաջ հայտնի հերոսներ են։ Այո, ես Միմինոյի արձանի մոտ եմ, իսկ իմ դիմաց հայկական Թիֆլիսն է, Հավլաբարը։ Ուր գնալ, դե իհարկե Հավլաբար, հայկական Թիֆլիսի սիրտը բացահայտելու։
քաղաք է, որտեղ հայկական մշակույթը ոչ միայն պահպանվել, այլ նաև ծաղկել է։ Միասին կշրջենք Հավլաբարում, հայկական Թբիլիսիի հենց սրտում, որտեղ մինչև հիմա ապրում է հին Թիֆլիսի ոգին։ Հավլաբարը Թբիլիսիի ամենահին ու պատմական թաղամասերից մեկն է, որը դարեր շարունակ եղել է հայկական Թբիլիսիի կենտրոնը։ Գտնվում է Կուր գետի ձախ ափին, Մետեխի կամրջի դիմաց։ Հավլաբարի այս բակը դեռ հիշում է հին Թիֆլիսի օրերը, երբ հայկական ընտանիքները ապրում էին կողք կողքի, կիսելով իրենց առօրյան, տոները, արվեստն ու մշակույթը։ Հավլաբարը կապում են նաև Սայաթնովայի անվան հետ։ Ասում են, որ այս հողերում Սայաթնովան գրել է իր հնարական ստեղծագործությունները, երգել իր սիրո ու կորստի մասին անմահ երգերը։ Այժմ գտնվում ենք Թիֆլիսի հայկական ամենահայտնի եկեղեցիներից մեկում՝ Սուրբ Էջմիածին եկեղեցում։ Եկեղեցին եղել է ոչ միայն կրոնական, այլ նաև կրթական ու մշակութային կենտրոն։ Ծառայել է վրացահայ համայնքի համար որպես կարևոր վայր, դառնալով հոգևոր առաջնորդության առանցք։ Սուրբ Էջմիածին եկեղեցին կառուցվել է 1805 թվականին հայկական ավանդական ճարտարապետական ոճով, այսինքն գմփեթավոր խաչաձև տեսքով։ Այնուհետև 1846 թվականին վերափոխվել է եւ ունի այժմյան տեսքը։ Ես մտնեմ ներս, աղոթք քսանեմ ու շարունակենք մեր եթերը։ Թբիլիսին ոչ միայն Վրաստանի, այլ նաև հայ մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկն է։ Այստեղ ապրել են բազում հայ մտավորականներ, ապրել, ստեղծագործել, որոնցից շատերի հիշատակը ամփոփված է Խոջիվանքի Պանթեոնում։ Ահա այստեղ կա ցուցատախտակ եւ այստեղ գրված են հայ մտավորականների անուններ, կառանձնացնեմ Հովանես Թումանյան, Պերճ Պրոշյան, Ռաֆի, Գաբրիել Սունդուկյան, Ղազարոս Աղայան։ Մի խոսքով գնանք եւ մեր հարգանքի տուրքը մատուցենք։
Խոջիվանքի Պանթեոնը հիմնադրվել է 19-րդ դարում ու դարձել է այն վայրը, որտեղ հանգչում են հայ մեծագույն գործիչները։ Չնայած խորհրդային տարիներին Պանթեոնի մի մասը ավերվել է, բայց միևնույն է, այն մնում է հայոց պատմության խորհրդանիշներից մեկը։ Խնդրեմ, 3 մեծ հայ իրար կողք՝ Գաբրիել Սունդուկյան, Ռաֆի, Հովհաննես Թումանյան։ Քար է քո սիրտը եւ խիղճդ մեռած, քանի սրիներ, քանի կոտորած, տեսար լռեցիր եւ դարձյալ պայծառ, հայ երկրի վրա կապում ես կամար, Ռաֆի։ Այսօր մենք մի վայրում ենք, որտեղ դարեր շարունակ ձևավորվել է հայ գրականությունը, մշակույթը եւ արվեստը։ Մեծերը մեզ թողել են ժառանգություն եւ այն շարունակելու ու պահպանելու պարտականությունը այսօր արդեն մերն է։ Թատրոնը լոկ արվեստի տարածք չէ։ Թատրոնը մի վայր է, որտեղ կենթանություն են առնում պատմությունները, որտեղ խառնվում են ժամանակները, որտեղ ապրում ու շնչում է մշակույթը։ Եվ վերջապես թատրոնը մի վայր է, որտեղ ամբողը վերածվում է ազգի։ Այժմ մենք գտնվում ենք Թբիլիսիի հայկական թատրոնում, որը կրում է հայ մեծ դերասան Պետրոս Ադամյանի անունը, ով իր խաղով գերել է հազարավոր հանդիսատեսի։ Ինչպես տեսնում եք, թատրոնը գտնվում է վերանորոգման փուլում ու սեպտեմբեր ամսին իր դռները կբացի իր սիրելի հանդիսատեսի առջև։ Բայց ստեղծագործական թիմին դա չի խանգարում զբաղվելու ստեղծագործական բուռն գործունեությամբ։ Ու մի քանի ամսից այստեղ այս բեմին կտիրի ստեղծագործական եռուզեռ։ Պետրոս Ադամյանի անվան թատրոնը Թբիլիսիի մշակութային կարևորագույն հաստատություններից մեկն է։ Այն ունի 160 տարուց ավելի պատմություն եւ այս բեմում ելույթ են ունեցել հայ թատերարվեստի լեգենդները եւ կրում է Պետրոս Ադամյանի անունը, ով հայկական թատերարվեստը հասցրեց նոր մակարդակի։ Ուր գնալ, դե իհարկե թատրոն, որտեղ իրականությունն ու արվեստը միաձուլվում են։ Դե ինչ ուր գնալն էր մեր եթերում, մեր ամենահետաքրքիր էջերից մեկը, ես կարծում եմ Թբիլիսյան ուր գնալը հատկապես դուք շատ եք սիրել, որովհետև մենք իսկապես շատ ենք սիրել եւ մեզ իսկապես շատ է դուր գալիս այստեղ ամեն ինչ եւ շատ ուրախ ենք, որ Արթուրի տեսախցիկը կարողանում է առանձնացնել այն հետաքրքիր վայրերը, որոնք մենք բացահայտում ենք Թբիլիսիում։ Այո, դե այս պահին էլ կլինի կարճ դարձար, հետո արդեն վերադառնանք ու շարունակենք։ Յուրաքանչյուր հայի համար շատ կարևոր է խոհանոցը, համեղ սնվելը, եւ մենք սիրում ենք ոչ միայն մեր հայկական խոհանոցը, նաեւ վրացական, իսկ այդ հարցում մեզ օգնում է հենց այստեղ Ասթորիա Փայնի շեֆ խոհարար Զազան, որը էլի ու էլի առաջարկում է մեզ համեղ վրացական ուտեստ։ Այս անգամ փորձելու ենք միասին պատրաստել նրա իսկ առաջարկած վրացական համեմունքներով լի աղցանը։ Թե ինչ ստացվեց Սոնա։ Կտեսնենք իհարկե հենց հիմա։ Դե ինչ, շարունակվում մեր արկածները Թբիլիսիում եւ ինչպես մենք արդեն հաղորդման ընթացքում նշել ենք, մենք գտնվում ենք Ասթորիա Փայն հյուրանոցում, որը գտնվում է հենց Թբիլիսիի սրտում եւ որը իհարկե 5 աստղանի է եւ ունի շատ շքեղ սպասարկում։ Եվ իդեպ ուզում եմ նշել, որ Ասթորիա Փայնը փայլում է նաեւ իր շքեղ եւ շատ համեղ խոհանոցով, որը իդեպ այսօր ներկայանալու է հատուկ վրացական համեղ уտեստով եւ մենք այսօր հյուրընկալվել ենք Ասթորիա Փայնի шеф խոհարար Зазայի թագավորությունում։ Доброе утро, Заза. Доброе утро. Я сказал только что Астория Пайн отличается и своей кухней тоже.
потому что есть шеф-повар, который готовит очень вкусные грузинские блюда. Да. Что сегодня мы будем готовить? Мы будем сегодня готовить легкий салат из свеклы, с грецкими орехами и с грузинскими приправами. Давайте начнем и, соответственно, будем говорить. Я знаю, что грузинская кухня очень отличается своими приправами, да? Да. Острыми. Не только острыми, но и эти приправы специфически, они из гор. Из гор. Хорошо. Чем могу я вам помочь? Что нужно сделать сперва? Сперва мы берем свеклу, отварную уже, резаем эту свеклу. У салата долгая история, то есть грузинская, да? Или, Этот салат очень полезен для организма. Ага. Вообще-то свекла очень полезная. Для крови, да? Да, не только для крови. Свекла очищает весь организм. От токсинов. Да, от токсинов, из почек. А свекла очень часто употребляют в грузинской кухне? Да, из свеклы мы не только салат готовим, и хали тоже готовим. Это со зеленью и с приправами там. А у вас есть особое любимое блюдо грузинское? Грузинское, да. Да, И есть. какое? Это 90% это любимых, это Хинкали? хинкали, да, Ага. да, которые я это хинкали очень люблю готовить. Я люблю хинкали, когда готовит и жарит потом. Это тоже, да, очень вкусно. Очень вкусно. А есть особое что-то, которое вот отличает грузинская кухня от остальных кухонь? Ну, Ну, конечно кроме же. специй. Теста очень много, да, употребляется в грузинской кухне? Не, тесто два вида у нас, которые это хачапури, и подобные хачапури, которые готовятся, и хинкали. В основном тесто в этих случаях. Разные, да? Да. А остальное грузинское блюдо это сочетание. Я знаю, что очень много салатов в грузинской кухне. Очень, да. Зелени очень много. Очень зелени, очень много, приправы много. А современные грузины часто что любят есть? Но сейчас уже Очень много диет сейчас у всех, да, поэтому... Ну, сильно ничем не отличается. Грузинская кухня очень любят с орехами, которые готовятся. А сегодня в мы основном. здесь будем Да. добавить орехи. У нас есть такие блюда, как сациви. Хорошо, когда вы не на работе, дома что часто готовите? Или не готовите дома? Мои ребята там, у меня сыновья, двое сыновей, они очень любят, когда я им готовлю чакапули. И очень любят, когда готовлю я им кабаб, хинкали, жару шашлык. А вы любите дома готовить? Или Да. уже устаете на работе? Не, я часто готовлю дома. Часто готовите. Хорошо. Что ж тут надо прибавить? Сейчас мы этот ингредиент свеклу. Так, поместим в тазике. Самое главное, чтобы не очень маленькие кубики Да, были. да, Вот. не очень средние кубики, что были. И варить надо не очень много, да, чтобы немножко вот это сохранилось, свежесть, Да, свежесть и, упругость. да, правильно, укрупность. Сейчас к этому Особые добавляем. зелени есть, которые вот надо в этот салат добавить? Нет, только кинза. Кинза Идёт на- только. Да. Համեմը, մեր լեզվով ասած, համեմը, кинза. А есть особая зелень, которую часто мы увидим в грузинских блюдах? В грузинских блюдах Да. часто это кинза, укроп, петрушка. В основном во всех блюдах эти три вида зелени. Заза, есть такое выражение, когда говорят, что самые популярные, самые известные повара в мире – это мужчины, а самые вкусные готовят только женщины.
Это правда? Не, неправда. Не, неправда. Почему неправда? Однозначно неправда. Неправда. Да. Хорошо. Вот ваше мнение об этом. Да, самые известные повара это мужчины. Да, мужчины. Да. И у этих мужчин, самых известных, самые известные вкусные блюда. Да, Да. вкусные блюда. Что тут надо добавить? Зеленью. Соль это, да? Да, соль. Соль много. Ага, մի քիչ շատ ենք անում, ինչքան նկատեցի։ Тут что? Чуточку острый перец. Острый перец, կարմիր Крупномолотый. Да. Կարմիր կծուբի բար, խոշոր արացած։ Это чеснок, Это чеснок. սխտոր։ Մեր ադրինեական ջկանչի։ Շատ է օգտագործում բոլոր ուտեստների մեր սխտորը։ И Это грузинские приправы. как называется? Уцхосунели. 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 Да, так и называется. Там разные, да? Вот сбор разных или это один, да? Один сбор. А Да. можно просто? Пожалуйста. Вау. Чаман, как вот, да? Можно вот сравнить с шаманом? Нет? Да, Или- чуточку. Чуточку можно, Да. да? Ага. Թեթև իհարկե մի փոքր, բայց հատուկ հետաքրքիր հոտ ունի։ Это что? Это кориандр. Кориандр. Ого. Հետաքրքիր է։ Так. Անպայման մեր ադրինեին պիտի այս համեմունքներից տանենք մեզ հետ, որպեսզի նա նույնպես համեղ պատրաստի։ Շուտечку. Это что? Этот Уксус։ Уксус. Ահա, քացախ մի քիչ։ чуточку уксус. И грецкий орех И грецкий добавляем։ орех Ավելացնենք добавляем. պոպոկը, արդեն աղացած նախապես կամ մանրացրած։ Ահա։ И это все перемешаем. И все, салат готов? И салат легкий, Лёгкий, полезный салат полезный, с готов. витаминами, да? Да, Грузинская. грузинская. Как называется? Салат свекли из свекли с грецкими орехами и с приправами. Так и называется. Վրացական աղցան, բազուկով եւ պոպոկով։ Այսպեսի հետաքրքիր անուն։ А вы всегда пробуете, когда готовите? Да, конечно же. Давайте вы попробуйте. Сегодня я попробую. Давайте. Да. Вот можно вот этим, да? Сам шеф готовил. Очень вкусно. Все? Да, Готов салат? готов салат. Давайте напомним, что там было. Свекла, Базук, грецкие орехи, попок, кинза, зелень, хамем, աղ, соль, соль, перец острый, Красный. крупномолотый красный, чеснок, уцхосунели и кориандр и уксус, чуточку уксус. Այս ամենը լցնում ենք, խառնում ենք եւ վալա, շատ համեղ ու գեղեցիկ աղցան, շատ թեթև եւ շատ հանգիստ։ Заза, большое спасибо вам. Вам спасибо. Я знаю, что вы в кухне шеф, и вам всегда легче, когда под рукой очень хорошие кухонные приборы, да? Да, конечно. И поэтому хочу подарить от нашего спонсора, от Рамонтина, да? Это бразильский бренд, который представляет в Армению кухонные приборы. Подарить ножи, которые очень полезны для шефов. И эти особенности этих ножей в том, что на нем особое покрытие и не берет вредных микробов. Я думаю, что это пригодится вам в кухне. Спасибо. Спасибо большое. Շնորհակալություն, մենք իհարկե Աստորիա Փայնի խոհանոցում ենք, որտեղ թագավորում է շեֆ խոհարար Զազան եւ այս առավոտ մեզ համար պատրաստեց բազուկով թեթև աղցան։ Կհանդիպենք հաջորդ եթերում եւ ելի շեֆի հետ միասին կպատրաստենք շատ համեղ ուտեստ։ Դες եթե դուք էլ շատ սիրեցիք եթերից այն բաղադրատոմսը, որը առաջարկում է շեֆ խոհարարը եւ ուզում եք համտեսել իր ձեռքի պատրաստածը, պետք է ուր գաք Սուրեն։ Ուգակ իհարկե Թբիլիսի Աստորիա Փայն հյուրանոց եւ այստեղ համեղ սնվել եւ իհարկե հարմարավետ կեցությունն ապահովել։ Դե իսկ հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի լույս եւս մեկ անգամ բոլորին շարունակում եմ մեր Թբիլիսյան արկածներն ու լավ տրամադրությունը ամեն դեպքում ցանկացած իհարկե մանգալու կամ պարզապես ժամանց ապահովելու հետ մեկտեղ չմոռանաք ապահովել առողջության ժամանցը։
Եվ առողջության ժամանցն ապահովում ենք հենց Հայաստանում Hill սպորտային համալիրում, որտեղ յուրաքանչյուրի համար առանձնահատուկ ընդգծված է հենց իր մարզաձևը։ Մենք էլ Թբիլիսիից երբ վերադառնանք, իհարկե այցելելու ենք Hill սպորտային համալիր, բայց այս առավոտվա համար եւս ձեզ առաջարկում ենք հետաքրքիր տարբերակ, որպեսզի ձեզ համար առանձնացնեք եւ անպայման այցելեք Hill սպորտային համալիր, լինեք առողջ ու հետևեք ձեր առողջությանը։ Ողջույն, առավոտը Hill-ի շրջանակներում ես Hill սպորտային համալիրում եմ եւ այսօր անելու եմ կարդիո կամ նախավարժանք, ինչպես ասում են, որը կօգնի ինձ թուլացնելու մկաններս, պատրաստելու համար իհարկե արդեն ավելի ուժային մարզումների եւ բարելավելու արյանը շրջանառությունը։ Սուրեն ջան, հիմա այսօր անում ենք կարդիո, որը նպաստում է արյան շրջանառությանը, դիմացկունությանը, արագ վերականգնմանը, այդ ամենը շատ կարևոր է։ Իսկ դրա համար մեզ ինչ է պետք, պետք է կարդիո անել։ Так, առաջի վարժություն, արմունկները ուղիղ, արտաշունչը եւ մեկ-մեկ իջնում ենք, ցածկ հետ չենք իջնում։ Ջան, այս աշխատանքի ժամանակ ուշադրություն ենք դարձնում ոտքերը որ լինեն ուղիղ, մի փոքր հետ են գնում, պարանը շատ հետ պետքա չլինի, լարված պետքա պահենք։ Աշխատանքը այսպես։ Որից հետո անում ենք այսպես։ Անընդհատ որովայնի շրջանը պետքա ձիգ լինի, մեջքի մի փոքր կոր ենք պահում, որովայնի շրջանը ձիգ պահած։ Լավ, սկսեցինք։ Ձեռքերը իրար մոտ, ոտքերը իրար մոտ։ Ձեռքդ կպցրու իրար։ Ավելի հեշտ ես անելու, ապրես, ոտքերդ իրար հետ։ Ստոպ։ Աշխատանքը ցածկերով է, եթե զգում ես քո համար հեշտ է, մի քիչ հետ են գալի։ Ընթացքում զգացի չես կարում, առաջ ես գալի։ Կարևորը արմունկները ուղիղ, այսպես բարձրացնում ենք վերև, իջացնում ենք ներքև ու ցած։ Գնացինք։ Ձեռքերդ հնարավորինս քեզ քիփ ես բերում ու բացում ես լրիվ ուղիղ։ Ապրես։ Ցածկը։ Հետ արի, շատ լավ է։ Այսպիսին էր իմ այսօրվա մարզումները։ Ես իհարկե նորից ու նորից շնորհակալություն եմ հայտնում Արթուր Նաջարյանի մարզչին, ով անընդմեջ հետևում է իմ մարզումներին։ Շատ կարևոր է մարզչի իհարկե ներկայությունը մարզումների ընթացքում, որպեսզի հանկարծ ու հանկարծ չվնասեք ձեր մկանները։ Ահա, առավոտը Hill-ում Edge-ն էր մեր եթերում, ինչպես միշտ։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Hill սպորտային համալիրում 73-ից ավելի խմբային մարզումներ կան, կա լավ հանգիստ, սպա, կարող եք այցելել եւ ձեր առողջ ապրելակերպը եւ ակտիվ հանգիստը իհարկե համատեղեք մեկ տեղում։ Շարունակելով մեր ծրագիրը, այս պահին առաջարկում ենք օգտակար խորհուրդներ մեր հեռուստադիտողների համար։ Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ձեր հետ կրկին ես եմ Պայծառատեսանի Գրիգորյանը։ Ինչպես գիտեք, շատ շուտով մեր ամենասիրած տոներից մեկն է Սուրբ Զատիկը։ Ինչպես գիտեք, Զատիկը բոլորիս համար յուրահատուկ տոն է, հաջող տոն է։ Հենց Քրիստոսը ինքը խորհուրդ տվեց մեզ, որ մենք նշենք Զատիկը։ Իսկ ես, որպեսզի դուք բոլորդ ունենաք ձեր ընտանիքներում հաջողություն, երջանկություն,
ձեր առջև բացելու եմ մի յուրահատուկ գաղտնիք։ Տեսնենք, թե ինչ կարելի է անել Զատիկի տոնին, որ մեր ընտանիքում միշտ հացը չպագասի։ Իմ շատ սիրելի հետևորդներ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ ջան, Զատիկի ավագ 5-շաբթին, եթե ընտանիքում ապրում է 5 հոգի, հարկավոր է, որ ավագ 5-շաբթին, այսինքն այդ 5-շաբթին է, որ պետքա Զատիկը գա, շատ հաճախ կարող է հարցնի Կանի ջան, ավագ 5-շաբթին ո՞րն է, հենց Զատիկի 5-շաբթին է, սիրելի հետևորդներ ջան։ Երեկոյան, այդպես ժամը 5-ից 6-ի կողմերը կարող ենք վերցնել հինգատցու, եթե ընտանիքում 5 հոգի մարդ է ապրում։ Հինգատցու խաշենք, ներգենք, պահենք այսպես մեր ափի մեջ եւ ասենք, ոնց այս ջուրն է այսպես եռում, ոնց այս հավգիթներն են այսպես եփում, կարող եք ասեք ծունել, հավգիթներ, թող իմ ընտանիքում այսպես լինի երջանկություն, խաղաղություն, սեր, միություն եւ բարդադիր, ամեն մեկը պետք է իր ներկած, խաշած, ծուն ուտի, որպեսզի ընտանիքում լինի հաջողություն։ Դա անում ենք ավագ 5-շաբթի օրը։ Իսկ ամենակարևորը, թե մենք ոնց կարող ենք անել, որ ամբողջ տարին մենք ունենանք հաջողություն, երջանկություն, գումար, ձեզ առջև բացելու եմ մի յուրահատուկ գաղտնիք եւ ես ներկել եմ մի հատ շատ սիրուն ու գեղեցիկ ծու, որպեսզի իմ շատ սիրելի հեռուստադիտողներ ջան, ձեզ բացատրեմ, թե ինչ է կարելի անել։ Մենք եթե արդեն ներկել վերջացրել ենք մեր ծուն, յուրաքանչյուրս կարող ենք զարդարել մեր ձևով, կարող ենք զարդարել սոխի կլեպներով եւ իդեպ պետք է ասեմ, որ ամենահաջողակը սոխի կլեպով ծուն ներկելն է։ Ընտանիքում կարևոր չի կներկենք կարմիր գույն, կապույտ գույն, բարդադիր, գոնե 3 հատ պետք է ներկենք սոխի կլեպով, որպեսզի դա մեզ բերի հաջողություն։ Իսկ այստեղ ես ունեմ այսպիսի մի շատ սիրուն գեղեցիկ ներկայացու, պետք է ձեզ ասեմ, թե ինչ ենք անելու այս ծուն։ Կիրակի երեկոյան ձվի վրա 7 անգամ ասում ենք հայրմերը եւ այսցուն դնում ենք պատուհանագոգին ներսի կողմից, որբիսի դրսի լույսի լույսնյակը ընկնի մեր ձվի վրա, այնուհետև առավոտ շուտ երկուշաբթի վերցնում ենք այս մեր ներկայացում, որը որ մենք աղոթե դրել էինք պատուհանագոգին, դնում ենք որևիցե մի այսպիսի ամանի կամ տուփի մեջ, ես այսպիսի գեղեցիկ ամանի մեջ եմ դնում եւ թաքցնում ենք մեր պահարանում մի տարի։ Հիմի այսպիսի հարց կառաջանա, թե չի փչանում, չի որտնում, չէ, եթե դուք իրեն ձեռք չեք տալիս, բնականաբար չենք ուտում, իրեն մի ամբողջ տարի այսցում պահում ենք մեր տան պահարանում, որպեսզի մեր ընտանիքում լինի հաջողություն։ Իսկ հաջորդ տարին, հաջորդ Զատիկին փոխում ենք այսցուն, հինցուն գցում ենք հոսող ջուրը, նորը դնում ենք նորից մեր պահարանում։ Իմ շատ սիրելի հեռուստադիտող, իմ շատ սիրելի հետևորդ, ուզում եմ, որ յուրաքանչյուրի դարավոտները լինի արևոտ, լինեք երջանիկ, լինեք հաջողակ, լինեք բախտավոր եւ ոչ մեկը չտխրեք։ Իսկ ես պայծառատես Անիկ Գրիգորյանս պատրաստ եմ 24 ժամ ձեզ լսելու եւ օգնելու։ Կարող եք զանգահարել 077 49 48 28 հեռախոսահամարով կամ կարող եք զանգահարել 098 80 89 30 հեռախոսահամարին։ Ես մեծ սիրով ու ջերմությամբ կօգնեմ ձեզ, թող բոլորիս հետ լինի եւ հույս, եւ հավատ, եւ սեր։ Բայլուսիելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը Թբիլիսիից եւ մենք ունենք շատ աստղային եւ շատ сирելի հյուր։ Այո, մեր հյուրն է սիրված ու տաղանդավոր երգիչ Դաթոն, ում շատ սիրում են նաեւ Հայաստանում։ Դաթո, доброе утро. Доброе утро. Нам очень приятно, что вы пришли в гости к нам. Мне вдвойне приятно, что вы меня вот сюда сегодня пригласили. И есть у меня возможность пообщаться с вами. Вы часто бываете в Ереване? Очень часто. Очень часто. Можно сказать, раз-два в месяц, да? Можно и побольше иногда. Но иногда не с концертами, просто Да, конечно, потому общаться что с друзьями. за все это время, конечно же, у меня там уже очень много друзей, так что не обязательно ехать ради концертов только, и притом это здесь рядом. Так что вот я и завтра тоже уезжаю туда на свадьбу, так что все нормально. Хорошо. Все нормально. Утренний человек или вечер все-таки? Утро? Утренний уже, да. Когда уже ты начинаешь заниматься другими делами тоже, да, уже становишься утренним. Но если только заниматься искусством, это уже вообще другое. А какой ритуал для утра? У вас какой ритуал? Ничего особенного абсолютно.
утром воду выпил, там зубы почистил и все. Кофе, Без чай? кофе. Без кофе. Без кофе. Я Сразу такой от- человек, что я кофе не очень так как люблю. Я более люблю чай. Я тоже. Да, то, а бывает, когда на сцене и забываешь все слова песни. Ну, бывает тоже такое, да. И как? Ну, если, например, там песня на другом языке, чем там публика сидит, это легче, да, там много чего можно сказать, и никто не поймет. А так просто да, ла-ла-ла говоришь и все. Так что это бывает так, иногда бывает, не всегда, конечно же, но иногда бывает, когда ты уже устал, знаешь, там где-то там 10-я или 15-я песня, и Да. это время может быть так чуть-чуть не Импровизация. думаешь уже от этого, да, и бывает тоже такое, да. Ну, это нормально, это не то, что... Главное не останавливаться. Главное, потому что многие очень останавливаются во время этого, когда они забывают или текст, или что-то там останавливаются. Этого нельзя делать просто. Ну да. Главное продолжать. А программы для Еревана и для Тбилиси то же самое или? Не, разные, конечно же, Разные. разные, потому что у меня в репертуаре очень много песен, например, на русском языке, на английском тоже есть некоторые песни, смотря где как ты выступаешь. Да? Вот исходя из этого, ты всегда там расписываешь заранее репертуар. Медленные песни хотят или там более такое молодежь. Если стоит, там уже другие песни. Ну, это смотря из ситуации. Ну, ваша музыка пропитана эмоциями. А что вас больше всего трогает в жизни? Эмоции, наверное. То, что вызывает эмоции. Поэтому и это интересно. Это живое получается, просто и настоящее. Настоящий, да. Да. А как вы нашли свой музыкальный стиль и кто вдохновил вас на этом пути? Я не знаю сейчас, какой у меня, если честно, музыкальный стиль. Я даже насчет этого и не задумывался, потому что у меня в репертуаре разные песни есть. Есть этнические песни, есть, например, там современные, хип-хоп, там фанки-мюзик, там дэнс, восточные тоже есть, и фольклорные тоже есть. Я реально пою то, что мне нравится. И почему-то я думаю, что то, что мне нравится, может и другим тоже понравиться. И в каких-то моментах я оказываюсь прав. Так что я не иду в ногу там с модой, например, да, вот сейчас вот это стильно, давай это будем петь. Это мне не интересно, потому что я еще не только то, что... Не только это главное, что там спеть что-то, да, надо смотреть то, что ты поешь, твоей физиономии это вообще подходит или нет, или той ситуации, ну, там очень много нюансов, на которых я всегда внимание обращал, и поэтому, наверное, все мои песни такие более-менее насоченные, такие, знаешь, так гладкие, да, я всегда стараюсь все сглаживать, чтобы это вместе смотрелось хорошо. А заранее знаете, песня будет хитом или нет? Это есть такое чувство, да, чувствуется, конечно же. Но ты когда начинаешь песню делать, ты думаешь, что это может выстрелить, но это чувство уже приходит, знаешь, вот на 30-40%, когда уже там что-то сделано, ты уже чувствуешь, что это оно или нет. Да, ну, конечно же, когда ты работаешь, ты чувствуешь, что это не то, но не люблю забрасывать просто. Я все равно довожу до конца. Мало ли, когда-нибудь кому-то это понравится. Но есть такое чувство, когда вот ты, например, знаешь, что ты делаешь песню, ты знаешь, что это будет хитом. Да? Вот реально хорошая песня, и все, хитом будет. А есть ли песни, с которой связана особенная история? Я не стараюсь кому-то навязывать свое что-то, понимаешь, и спеть типа то, что со мной произошло, это никому не интересно, да, это зрителю, ему надо эмоции хорошие. Да. А то, что происходит часто в жизни, это не все есть хорошее, и поэтому я так думаю, ну, это чисто сугубо мое мнение, что я не хочу никому навязывать то, что я чувствую, например, в моей жизни что-то там было, плохое или неплохое, или меланхолия, или что такое. Не стоит этого делать. Я просто пою, если мне нравится текст, да, я композитор. Текст пишу, но очень так редко.
я пишу музыку для себя, то, что я смогу спеть, потому что я и вокалист тоже, и когда композитор пишет музыку для себя, это вообще другое, потому что в этом случае реально композитор знает свои возможности вокальные, и, исходя из этого уже он песню делает, пишет там партии, все такое. Вот я этим занимаюсь. И я просто приблизительно знаю, о чем должна быть эта песня. И потом я беру там эти такие вот там поэтов, и я им говорю, про что должно быть эта песня. Что это такой чисто такой рабочий Процесс. Да. момент. Да. Как грузинская культура и традиции влияют на ваше творчество? И влияют ли? Максимально. Да. Максимально, исходя из того, что даже когда я учился в школе в то время, это я говорю во время там, коммунизма, у нас в Грузии везде было в школах урок пения. Но пение это было фольклорное пение, это не то, что ты сейчас что-нибудь хочешь там спеть. Нет, фольклорные песни, там многоголосие, все такое, старые песни, да. Вот нас этого учили. Помимо того, что нас учили в школе, мы еще это слышали и в доме тоже. Когда там застолье, там приходят гости, хочешь не хочешь, там все поют. Ты тоже с ними вместе поешь или слушаешь хотя бы. И это тебе уже капает с детства. И по-любому она влияет на твое видение музыки, да. Ну, конечно же, потом там зашел, там, например, там магнитофон, кассетный, там, демоверсии лежали всегда внутри, помните, да, когда магнитофон покупали, там лежали демоверсии, и тогда я услышал чуть-чуть другую музыку, чем, например, у нас была тогда группа там Орерас, Via 75 и такие эти. Наподобие, они, да, играли такую музыку, там, а-ля фанки-манки, но это была советская стилистика, понимаешь? Когда уже мне было, например, 12-13 лет, когда я это все услышал, там, Финн Коллинз, там, Джексон, там, Стинг, все такое, там, Принц, мне понравилось все это, но я за свою жизнь никогда не хотел на кого-то быть похожим. Потому что я не могу сказать, что например, у меня сейчас есть какой-то кумир, и все. Нет у меня такого. У меня их очень много, и поэтому я всегда собираю так по отдельности, понимаешь, от того, это нравится. И поэтому, наверное, у меня получается то, что, я не знаю, сейчас, может быть, и говорят, но я уверен, что про меня сейчас не говорят, что вот он вот на него похож или вот на него похож. Потому что когда ты похож на кого-то, и когда ты реально вот обожаешь этого человека, этого артиста, ты этим себя губишь, свою карьеру губишь, понимаешь. Много очень ребят, которые выросли на очень хороших музыкантах, очень крутых. Но они остались там, понимаешь, и они не смогут быть лучше его. Они всегда будут хуже его. Ну, это есть, к сожалению. Но это понимание такое. У меня есть вот такое понимание, и это, наверное, мне помогло, что я ни от кого не завишу. У вас песни на грузинском, на русском, и вы выросли и сейчас живете в Авлабаре, да? Армянский уголок, там очень много армян. Да. Есть ли песни на армянском? На армянском у меня аж 4 песни, по-моему. Но даже у меня на армянском есть песня, вот, которую я сам написал. Я просто использовал припев, староармянскую песню. Ну, это не современная песня, это старая песня. Даже не с армянской стороны, а с турецкой, с армянской стороны. Там эта песня очень популярная. Я использовал только припев, там 1 квадрат. А остальное, там все, что есть, там куплет, там бридж, это уже все я написал абсолютно. И я этим горжусь. И как вы относитесь к современным музыкальным трендам и насколько важно оставаться верным своим корням? Знаешь, вот современный музыкальный бренд на данный момент, я могу сказать, что это 90% это, извините за выражение, мусор. Трэш, да, вот как говорится. Потому что сейчас индустрия так работает, что им невыгодно что-нибудь такое. Им
выгодно, чтобы многого это всего было, потому что чем больше, тем больше там $1 капает, 10 центов капает, понимаешь? Не обязательно там тебе понравилось, не понравилось. Надо сетку так забыть, понимаешь, что много чего внутри было. Я не за это. Для меня это неинтересно. Поэтому, если честно, я тоже в этих шоу-бизнесах, в этих я не очень так участвую, да, вот в всех этих мероприятиях. Это такое. Я обычный человек, вот, который в свое время занялся музыкой, и у меня это получилось. Я такой человек. Я, может быть, на сцене вообще другой человек. На сцене, да. И поэтому я не люблю, когда на моих концертах мои близкие сидят и на меня смотрят. Меня это комплексует. Потому что они меня знают другого человека, а там я вообще другой человек. Я там могу что-то такое сделать, которое я в жизни не сделал, понимаешь? И исходя из этого, вот тренд, музыкальный тренд, который сейчас, например, все новое и новое идет, ты должен под него подстраиваться. Подстраиваться это не значит петь только. Подстраиваться это значит и одеваться так, вести себя так, разговаривать так себя, пафосно гоняться. Это, понимаешь, да, вот это и есть тренд новый. Я не такой человек, я этим не занимаюсь, мне это вообще не надо абсолютно, потому что то, что у меня есть на данный момент, мне это хватает. Например, даже вот та популярность, которая у меня есть, для меня это дар Божий. Есть. Если больше будет, то тоже будет, исходя из того, если я что-нибудь сделаю хорошее, а не исходя из того, что я сейчас выйду там что-нибудь, какую-то херню скажу или сделаю, и опа, все на меня камерами насыпятся, и я буду актуальным там в течение недели, да, вот так. Да, это неинтересно. Так что с трендами я не дружу, конечно же, есть там сама музыка меняется, да, стилистика меняется, звуки меняются, музыкальные инструменты меняются. Вот сейчас на данный момент, через месяц у меня есть еще здесь группа Сахе, мы собираемся сейчас снять клип. Современная песня, очень современная, современные звуки, аранжировка, все как полагается. Можно сказать, что вот 2024 год, то, что максимально, вот она звучит вот так. Мы будем снимать, да, наподобие того, что сейчас там принято. Мы, конечно же, сейчас не будем показывать там вино, это, да. Насколько нужна музыке вот эти кадры, эти или те кадры, мы будем вот это там снимать. Да, это называется то, что, вот, например, есть какой-то стандарт, да, вот мы держим этот стандарт. И ни туда, ни сюда не портимся. Делаем, но писать музыку для того, что вот сейчас вот такой ритм, например, сейчас в тренде, и писать на таком треке, на таком бите музыку, это уже я называю заниматься лего. Знаете, да, что такое лего? Да. Когда дети там что-то настраивают, это не понравилось, возбросал, еще значит. Это лего. Я этим не занимаюсь. Очень много аудиторий, слушателей, да? А бывали ли фанаты, которые дарили вам странные подарки? Я уже не помню. Знаешь, когда здесь была группа Сахе, и когда эта группа была самая популярная, она и сейчас тоже на данный момент самая популярная группа, тогда мне было 23 года. Когда я реально был очень популярным человеком в этой стране. Маленький был, да, вот с этого ракурса, когда на это смотрю, я очень маленький был. Там много чего происходило, много чего дарили, но самое главное, знаешь, что было, когда мы уже там распались, да, там 3 года были вместе, потом распались, сейчас обратно там посоединились, но все это, знаешь, как было, вот подарки, вот тогда были подарки, какие-то странные, понимаешь, что, например, вот приходит там девочка и дарит тебе альбом, например, который она в течение вот той жизни, которой ты занимался этой музыкой, там 4 года у меня группа была, вот 4 года человек вот все это вел, собирал и в конце отдает тебе. Вот это для меня значит то, что вот она отдала частицу своей жизни, понимаешь? Да. Вот вы сохранили? Есть у меня, есть. Вот это есть подарок.
Раньше были письма, да, которые ручками на бумаге написали Да, своим да. кумирам. Да. Есть ли у вас письма вот такие от фанатов? Или от Письма не знаю, есть или нет, но вот этот альбом у меня есть точно. Вот такая книга. Вот. Да. Странные, но интересные истории из концертов, из туров. Что запомнились? Когда меня спрашивают, вот, например, вспомни там какую-нибудь историю, я всегда все забываю абсолютно, потому что это там очень, знаешь, как вот я сейчас на сцене стою, наверное, там с 19 лет. Это вы меня узнали, когда мне было уже 28 лет. А до этого я еще тут пел, за аниматором группы были, а это то, 5-е, 10-е. Много чего происходило, и уже не запоминаешь, знаешь, иногда вчера, что я кушал, даже это не могу вспомнить, потому что потом это все переходит как работа. Это и есть работа, да, ты просто в детстве не осознаешь то, что ты занимаешься этим настолько сильно, что это потом станет твоей работой, понимаешь, вот в этом я перечеркнул ту черту, когда это было для меня развлечение, и я кайфовал, что на сцене стою. Все это прошло, и потом уже ответственность другая идет. И когда ты уже едешь куда-то, ты там уже, знаешь, там стараешься не веселиться, а отработать свое, сделать все так правильно, чтобы это всем понравилось, чтобы никто что-то не сказал потом. И уже какие-то там детали забиваешь, конечно же, там много чего происходит. Да? И в поездке, и в аэропорту, и в гостинице, и везде много чего. Ну, так забиваешь уже, так конкретно не вспоминаешь. Хорошо, если Но все хорошее, всегда было все хорошее. Если бы снимали фильм про вашу жизнь, как бы оно назывался? Вы скажете, я знаю. Музыкант? Не, музыкант, это, знаешь, как-то так звучит, музыкант. Не, музыкант это хорошее слово, но в нашей жизни музыкант как-то вот так, музыкант, знаешь, так звучит, музыкант. Да. Почему музыкант? Я композитор. Артист, композитор? Я артист, я актер. Я все вместе, понимаешь? Если я там стою, я чем-то там занимаюсь. Значит, артист. Да, я всем занимаюсь абсолютно, да. Я музыкант тоже, конечно же, я играю на разных инструментах. Я дипломат, потому что я должен так разговаривать с людьми, я должен так себя вести. Я посол своей страны, когда я куда-то въезжаю, ты по-любому, ты въехал куда-то, ты грузин, ты для публики, да, ты, может быть, для них любимый артист, но ты грузин. Это первое, что они знают. Ты должен себя вести как грузин, как подобается грузину, как твоей стране. Ну, там много чего надо вместе делать, понимаешь? И я думаю, что исходя из того, что я всегда вот такие вещи контролировал, я поэтому до сих пор дошел сюда. Я уже не маленький. Кто сказал 28 лет, это было очень давно. Я уже не маленький. Я в возрасте, но я по-любому те законы, которые учили, например, меня, мои учителя, я это все запомнил. Я все это реально делал за свою жизнь. То, что меня учили, там, и советы давали, и много чего. Исходя из этого, я здесь тоже сейчас для вас тоже интересный человек, и разговариваю с вами. И я знаю, что это увидят много людей в вашей стране, и для меня это приятно, конечно же. И, конечно же, я хочу еще одно сказать, что мне очень жаль, что когда здесь был матч между Арменией и Грузией, инцидент вот такой получился. Всегда бывают такие вещи. Везде всегда так бывает. Очень сожалею, что вот так получилось между нами, это что получилось, потому что не должно быть это между нами. Иногда и между братьями лучше, тоже да, случается. лучше это все, юмор перенести и конечно. так жить. Конечно, в жизни очень много дает нам образование, да, учителя, школа, институт. А что дает жизнь? То есть, какие уроки взять из жизни? Вот жизнь дает все это вместе, потому что если ты реально живешь, ты занимаешься этим, и у тебя есть время учиться. Если ты живешь в реальности. А если ты просто существуешь, там кушаешь и пьешь, все, и больше ничего. И какой самый ценный совет вы получили в жизни? Будь человеком.
Это самое главное. Мужчина должен быть человеком. Надо любить людей, понимаешь, а не кого-то ради чего-то. Да. Человека надо любить, несмотря он кто, откуда прилетел, не имеет значения. Потому что он точно такой же, как и ты. Такие же чувства у него, как и у тебя. Может быть, там ментально другое, но это не его вина и не твоя вина, что вы ментально, может, друг друга не воспроизводите, но им уже больно, как и тебе. Все. Планируете ли гастроли в Ереване, концерты на днях? Да, в Ереване, я 7-го буду уже в Ереване, у нас там концерт. Ну, такой обычный концерт. Обычный концерт. Но мы еще планируем, конечно же, на мой юбилей хочу сделать большой концерт. Но это уже в Москве будет, и потом уже Гастроли. некоторые города, да. Это у нас есть в планах, но это, наверное, будет в мае. Май. Да, 26-го года. А пока что занимаюсь группой Сахе. Сейчас будем клип снимать, 2 клипа будем снимать, на 2 песни уже сделали за 1 раз. И так что ну, здесь это я делаю исходя из того, что я здесь живу, я по-другому не могу. Да. Эта группа есть, она была всегда, она и будет всегда. Сколько бы лет не прошло, это такая культовая группа, можно сказать, для Грузии. И я не хочу, чтобы она просто так упала. Я всегда занимаюсь, чтобы она еще больше и больше так поднималась. Но всегда что-то меняется, да? Когда ты только-только начинаешь с группы, а другое, когда уже все уже выросли на музыке в жизни, и уже другая музыка получается. Вот что меняется? Другая музыка Понятия получается. меняются. Ты сам меняешься. Ты просто тогда ты знал столько, а сейчас знаешь вот столько. Это все передается и в эмоциях, и в поведениях, и в голосе тоже все это передается. Практика, вот это какие там стаж, да, ну, вот сейчас, например, мы с тобой сидим, и сейчас, если вот здесь посадим там человека там 70 лет, 75 лет, да, например, мы же по-любому будем его слушать, потому что мы же понимаем, мы же взрослые люди понимаем, что он в чем-то больше нас знает. Может быть, не в моем деле, но он хотя бы в своем деле знает что-то. И ты можешь из этого что-то и для себя тоже так принять. Да? Вот. Это меняется, подход меняется, терпимость меняется. Раньше ты, например, там критику не терпел, да? Когда ты уже с этим занимаешься так долго, ты уже и критику тоже нормально воспринимаешь, и ты хочешь оттуда что-то взять такое, что реально ты знаешь, что это да, это вот так, потому что не вся критика это правильная, да. Есть какие-то моменты, где ты сам почувствуешь, что да, он правильно говорит, но ты не замечаешь, знаешь, такое. Вот такие моменты. Да. И если бы не музыка, чем вы занимались бы? Медициной. Я учился на стоматологический факультет, лицево-челюстная хирургия, когда я должен был уже перейти, вот с этого момента я как начал там ходить на фестивали, на это, и меня оттуда выгнали. Сказать, что не твое это дело. Но я реально хотел, да, любил этим заниматься, учился реально. Однажды мы были в гостях у вас дома. Вы очень гостеприимно нам принимали. А есть какая-нибудь комната, в которой вы часто уединяетесь? Или любимое место? Спальня. Спальня. Любите спать? Не очень. Любимое место, что это? Дом это дом. Дом это для всех членов семьи. Дом это для всех. Нет такого, что это моя комната, сюда не заходи. Да, нет такого. Например, сейчас у меня там в деревне, в Имерете у меня деревня, я там построил сейчас отдельное здание, где поставил аппарат для дистилляции спирта, и это мое, да. Вот там все не могут заходить, потому что там много чего лежит, которые нельзя трогать и что такое. Это мое, а дом это семья, да, кто там живет, это все могут там пользоваться. Вот вы сказали, что у вас уже есть вот хобби, да, это как-то, да, вот спиртное, вино и так далее, и так далее. Вы однажды были в гостях в винном заводе Иджевана. Я помню, и мне было очень приятно там. Да, тогда вот
то, что сейчас я вам хочу подарить, тогда это было просто для теста, да? Вы это попробовали, уже да. все готово. Сейчас уже в бутылках, бриз, игристое вино. Я думаю, что вот это уже готово. розе. Да, розе. И это уже будет в вашем доме. Особое место занимает от винного завода. И большие приветы. От меня тоже спасибо передайте, огромные Да. приветы, потому что мы И там ждут познакомились, сидели, мы даже там пробовали, по-моему, еще и это тоже Да. пробовали, но сейчас это уже вот таком Да, виде, уже в так что бутылках, приятно. уже готовы. Спасибо. Есть особенный тост, который специально говорят грузины всегда. Грузии не всегда, Всегда. говорят. Это тост называется «Тидеба упхалс». Это, если перевести, за Бога пьем всегда. Забыл. Первый тост у нас всегда, это «Тидеба упхалс». Гмерц «Тидеба чуем шидоба». Слава Господи, а нам мир. Вот если вот так перевести. Это основной грузинский тост, который в первую же очередь, когда мы садимся за столом и первый стакан берем, это говорим. А потом уже, ну, вы сами знаете, там И много длится до чего утра. можно говорить. Сколько ты сможешь выпить, столько и можно сказать. Тата, большое спасибо. Спасибо вам огромное. Будем ждать в Ереване. И будем ждать и не только концертами, и будем ждать гостей у нас уже. Спасибо Передачи огромное. тоже Я поведем. тоже приеду к вам, конечно же, на передачу и свое уже принесу. Будем ждать. На дегустацию. Так что спасибо вам огромное. Спасибо, что приехали, что позвали. Мне очень приятно. И всему армянскому народу от меня огромный привет. Спасибо большое. большое. Спасибо. Մեր յուրներ դարձան, իսկ մենք պատրաստ ենք այսպիսի լավ տրամադրությամբ շարժվել առաջ, այնպես որ մնացեք մեզ հետ։ Այո, հիմա կլինի կարճատև դադարվայից հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Այսպիսին էր մեր առավոտը Թբիլիսիում, ուրախ պայծառ ու արևով լի, հյուրերով լի, խոհանոցով լի եւ իհարկե զբոսաշրջային տրամադրությամբ լի։ Այսպիսին յուրաքանչյուր առավոտը դիմավորեք մեզ հետ։ Աշխատանքային առավոտները ATV առաջին ծրագրի հետ միասին։ Չմոռանալով ամենակարևորի մասին, ձեզ հետ վերցեք մի շիշ լավ տրամադրություն, ինչն առաջարկում է Իջևանի գինու գործարանը, ներկայացնելով իր գինիների լայն տեսականին։ Եվ գինու հետ իհարկե չմոռանաք պանիրների մասին եւ առավոտը պետք է սկսել կատնամթերք օգտագործելով անարատ կաթից պատրաստված կատնամթերք, ինչպես նաեւ պանիրների լայն տեսականի առաջարկում է Elola ընկերությունը։ Բրազիլական Tramontina բրենդը նույնպես մեզ հետ է եւ մեզ հետ է այն բոլոր դեպքերում, երբ մենք խոհանոցում ենք, ոչ միայն սիրողական, նաեւ ռեստորանային պրոֆեսիոնալ ոլորտում։ Այնպես որ Tramontina-ն առաջարկում է ձեզ լավ տրամադրություն եւ խոհանոցային ամենակարևոր պարագաների լայն տեսականին։ Ձեր լավագույն առիթներն էլ վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Լավ տրամադրությունը նվիրեք ձեր սիրելիներին արև բացիկների հետ միասին, այնտեղ ներառված են սիրո կարևոր խոսքերը, սիրված երգերից եւ բանաստեղծություններից։ Բացիկները հարցրեք Երևանի ամենաքաղցրաշատ եւ իհարկե ամենածաղկաշատ վայրերում եւ Kaiser սուպերմարկետում։ Դե գարնանային թիթիզ լուքերի յետևից էլ գնացեք Դավնի խանութ, այս շատ էսթետ խանութը ունի երկու հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Ձեր լավագույն լուքերը կգտնեք այնտեղ եւ կառանձնանաք շրջապատից վստահեցնում եմ։ Եթե որոշեք ձեր ճամփորդությունը իհարկե ուղղել դեպի Թբիլիսի, չմոռանաք ապահովության եւ հարմարավետության մասին։ Իսկ այն առաջարկում է Astoria Pine շքեղ 5 աստղանի հյուրանոցը, որտեղ կարող եք գտնել ձեր հանգիստը, հարմարավետությունը, որտեղ յուրաքանչյուր հյուրին կա առանձնահատուկ մոտեցում եւ ուշադրություն։ Եվ իհարկե յուրաքանչյուր ճանապարհի համար շատ կարևոր է ապահովությունը եւ հարմարավետությունը։ Մեզ այդ հարցում օգնեց Ferry Tour-ը, որը 2015 թվականից կատարում է կանոնավոր ուղևորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ Վրաստան։ Իդեպ, անհատական պատվերների դեպքում իրականացնում են նաեւ փոխադրումներ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Շնորհակալություն Ferry Tour-ի ամբողջ թիմին եւ հատկապես մեր շատ սիրելի վարորդին Արմանին, ով ամբողջ ընթացքում մեզ հետ էր եւ ապահովեց Թբիլիսիում եւս մեր անվտանգ տեղաշարժը։ Դե կհանդիպենք արդեն Երևանում, ելի առավոտյան կարթնանանք, կգանք եթերի ու ես կասենք բարի լույս, չմոռանալով որ այս ամենը Պատրաստված էր սիրով։